Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Բանն Աստծո քրիստոնեական հաղորդաշարն է։ Այսօր կխոսենք Հովհաննես Մկրտչի վկայության մասին, հիմնվելով Հովհաննեսի ավետարանի վրա։ Առաջին գլխում Հովհաննես Մկրտչի որպես Մեսիայի նախակարապետի դերի մասին նշվում է առավել հանգամանալից։ Այս հատվածում մենք բարձրորոշ տեսնում ենք, որ նա քննարկում է իր ինքնությունը և սահմանում սեփական առաքելությունը, հրեական, կրոնական որոշ առաջնորդների կողմից հարցաքննվելիս։ Այդ առաջնորդների թվում կային քահանաներ, ղևտացիներ, փարիսեցիներ, որոնք ուղարկվել էին քննելու չլիազորված այս ուսուցչի գործունեությունը։ Հովհաննեսի առաջին գլխի 19-ից 23-րդ տողերում կարդում ենք Հովհաննես Մկրտչին տրված հետևյալ հարցերը և դրանց հաջորդող նրա պատասխանները։ Հարց առաջին. Դու ով ես? Հովհաննեսի պատասխանը. Ես չեմ Քրիստոս։ Հարց երկրորդ. Ապա ով Եղիան ես? Հովհաննեսի պատասխանը. Չեմ։ Հարց երրորդ. Մարգարեն ես դու? Հովհաննեսի պատասխանը. Ոչ։ Հարց չորրորդ. Ապա ով ես, որ պատասխան տանենք մեզ ուղարկողներին, ինչ ես ասում քեզ համար? Հովհաննեսի պատասխանը. Ես եմ անապատում կանչողի ձայնը, թե ուղղեք Տիրոջ ճանապարհը։ Առաջինը նրանք անմիջապես բարձրացրեցին հիմնական հարցը. ով ես դու? Համեմատեք Հովհաննեսի 8-րդ գլխի 25-րդ տողի հետ։ Նրանք ուզում էին լսել, թե նա ում էր իրեն ներկայացնում և ինչ նպատակ էր հետապնդում իր քարոզչությամբ ու մկրտությամբ։ Վերոնշյալ հարցերը մատնանշում են, որ հրեա առաջնորդները սպասում էին Մեսիային, որի գալուստի մասին բազմաթիվ մարգարեություններ կան Հին Կտակարանում։ Այն, որ քահանաներն ու ղևտացիները իրենց հարցաքննության ընթացքում ակնարկում էին, թե Հովհաննես Մկրտիչը կարող էր ներկայանալ որպես Եղիա, հասկանալի է։ Այդ օրերին Եղիայի վերադարձի սպասումը, որը հիմնվում էր Մաղաքիայի 3-րդ գլխի 1-ին և 4-րդ գլխի 5-րդ, 6-րդ տողե խոսքերի վրա, բավականին տարածված էր։ Բացի այդ, Հովհաննես Մկրտչի գործունեությունը որպես ապաշխարության քարոզիչ շատ էր հիշեցնում Եղիային։ Ասում էր, որ նա պիտի գործեր Եղիայի հոգով և զորությամբ, համեմատեք Ղուկասի ավետարանի 1-ին գլխի 17-րդ և Մատթեոսի 11-րդ գլխի 14-րդ խոսքերի հետ։ Ինչ վերաբերում է երկրորդ տարբերակին, որ Հովհաննես Մկրտիչը կարող էր ներկայանալ որպես մարգարեն, ապա դրա համար ևս որոշակի հիմքեր կային։ Այդ ժամանակ հրեական ժողովրդի շրջանում տարածված էր սպասումները, որ մարգարեն պետք է գա փրկության ժամանակաշրջանում։ Համեմատեք Մարկոսի 6-րդ գլխի 15-րդ և 8-րդ գլխի 28-րդ խոսքերի հետ։ Այս ակնկալիքի հիմքը կարելի է գտնել երկրորդ Օրինաց 18-րդ գլխի 15-րդ և 18-րդ խոսքերում։ Հովհաննեսի ժխտումը, թե ինքը Եղիան չէ, կարծես հակադրվում է այն ամենին, ինչ նրա մասին արձանագրված է համատես ավետարաններում։ Հիսուսի ասածը Մատթեոսի 11-ից 14-րդ տողերում հաստատում է, որ թե Հովհաննես Մկրտիչը մարմնով եկած Եղիան չէր, սակայն իսկապես Մաղաքիայի մարգարեության կատարումն էր։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ Հովհաննեսը չէր գիտակցում, որ ինքը Եղիան էր, հիշյալ իմաստով։ Հիսուսի հաստատումը նրան շնորհեց իր իսկական նշանակությունը։ Հովհաննես Մկրտիչն ինքն իրեն չի նույնացնում Հին Կտակարանի խոստացված փրկագնող մեծ գործիչներից ոչ մեկի հետ։ Ընդհակառակը, նա իրեն բնութագրում է որպես նախակարապետի մի մարդու, որը նախապատրաստում է իրենից մեծ մեկ այլ անձի ճանապարհը։ Հովհաննեսն ինքն իրեն դիտում է պարզապես որպես ձայն, որ հորդորում է տղամարդկանց ու կանանց պատրաստվելու նրա համար, ով գալիս է։ Քահանաների և ղևտացիների վերջին հարցին Հովհաննես Մկրտիչը պատասխանեց ուղղակիորեն հղում կատարելով Եսայիայի 40-րդ գլխի 3-րդ տողին։ Ակնհայտ է, որ այս համարում այդ մարգարեությունը ներկայացվում է մի փոքր այլ կերպ, քան մյուս ավետարաններում և Սեպտուագինտում,
Կարող եք համեմատել Մատթեոսի 3-րդ գլխի 3-րդ եւ Մարկոսի 1-րդ գլխի 3-րդ տողերի հետ։ Այստեղ պատրաստեցեք բառի փոխարեն օգտագործված է ուղեցեք բառը։ Հավանաբար այս վերջին բառի ընտրությունը ներշնչվել է Սեպտուագինտի ուղեցեք ուղին արտահայտությունից։ Ամեն դեպքում այստեղ գործ ունենք այդ մարգարեության հակիրճ ձևով մեջբերման հետ։ Հովհաննես Մկրտիչը հենց ինքը կապեց իր անապատային գործունեությունն այդ մարգարեության հետ, իսկ մյուս ավետարան գրողներն այդ հետագայում վերցրին նրանից։ Այս վկայության մեջ Հովհաննես Մկրտիչը կրկին ուշադրությունը կենտրոնացնում է Եսի վրա, սակայն այսպես խոսելով նա ցանկանում է իր հարցաքննողներին հասկացնել, որ իր անձը մեծ կարևորություն չունի։ Նա ցանկանում է լինել ոչ թե ինչ-որ նշանակալի անձնավորություն, այլ պարզապես մեկի ձայնը, որ կանչում է անապատում, ինչը նա արդեն ակնարկում էր 7-րդ համարում, որտեղ ներկայացվում էր որպես լույսի վկա։ Այս կերպ Հովհաննես Մկրտիչը կրկին հստակորեն առանձնացնում է իրեն սպասվող Մեսիայից։ Հովհաննեսի 1:25 խոսքում փարիսեցիների բարձրացած հարցի պատճառն այն էր, որ մարգարեների համաձայն մեսիական ժամանակաշրջանում պետք է տեղի ունենար ընդհանուր մաքրում։ Համեմատեք Եզեկիելի 36:25, 37:23 եւ Զաքարիայի 13:1 խոսքերի հետ։ Նրանք չէին կարող անտեսել այն տպավորությունը, որ Հովհաննեսի մկրտությունը, որը ուղեկցվում էր նրա ապաշխարության քարոզին, կապված էր այդ մարգարեական խոստման հետ։ Նրանց ընկալմամբ նրա մկրտությունն ակնհայտորեն ուներ մեսիական բնույթ, քանի որ այն իրականացվում էր միայն մեկ անգամ եւ ամբողջ ժողովուրդը պետք է ենթարկվեր դրան։ Սակայն եթե նա այդքան հաստատակամ պնդում էր, որ ինքը ոչ մեսիան է, ոչ Եղիան, ոչ էլ մարգարեն, ապա ինչի վրա էր հիմնվում իր իրավունքը մկրտելու այդ մեսիական մկրտությամբ։ Քանի որ նա մարդկանց առաջարկում էր մի միջոց գալիք դատաստանից փրկվելու համար, ապա նա առնվազն թողում էր այդ տպավորությունը, թե նույնպիսի իշխանություն ունի, ինչ այդ 3 անձինք։ Հետևաբար պատվիրակների հարցը, ինչու էր նա մկրտում, պարունակում էր նաև որոշակի վրդովմունք։ Այստեղ կցանկանայի նաև նշել, որ մկրտությունը սովորաբար հրեական ծես էր հեթանոս նորահավատների, այսինքն հուդայականություն ընդունողների համար, որոնք իրենց մկրտում էին մաքրագործման նկատառումներով։ Դա արվում էր կրոնական համապատասխան հավատարմագրեր ունեցող հրեա առաջնորդների իշխանությամբ։ Հովհաննեսը սակայն մկրտում էր հրեաներին, որոնց կոչ էր հղում ապաշխարելու եւ պատրաստվելու Մեսիայի գալուստին։ Մատթեոսի 3-րդ գլխի 11-րդ եւ Հովհաննեսի 1-ին գլխի 26-33-րդ խոսքերը բացահայտում են, որ Հովհաննեսի ապաշխարության համար ջրով մկրտությունը պատրաստում էր Հիսուսի Սուրբ Հոգով մկրտությանը, իսկ Հովհաննեսի իշխանությունը Աստծուց էր։ Հովհաննեսի 1-ին գլխի 29-ից 34-րդ խոսքերում հետևում է Հովհաննես Մկրտչի մեկ այլ վկայություն։ Եթե նախորդ վկայությունը վերաբերում էր իրեն, ապա այս մեկը ուղղակիորեն կապվում էր Տեր Հիսուսի հետ։ Նա վկայում է ասելով. «Ահա Աստծո գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը»։ Այս խոսքերը մյուս ավետարաններում չենք հանդիպում։ Սա կրկին ցույց է տալիս, որ Հովհաննես ավետարանիչը իր ներկայացման մեջ ուրույն մոտեցում ունի։ Աստծո գառ արտահայտությունը հիշեցնում է այն կատարյալ 1 տարեկան գառանձոհը, որ ամեն առավոտ եւ երեկո բերվում էր ժողովքի խորան։ Սա գրված է Ելից 29:38-ից 46-րդ խոսքերում, որտեղ խոսվում է նաեւ Աստծո ժողովրդի մեջ բնակվելու եւ նրա փառքի հայտնության մասին։ Կարող եք համեմատել Հովհաննեսի 1-ին գլխի 14-րդ խոսքի հետ, որի մասին խոսել ենք մեր անցած հաղորդման ժամանակ։ Այս համապատկերում հասկանալի է, որ Հովհաննես Մկրտիչը ցանկանում էր ցույց տալ, որ Տեր Հիսուս այն աստվածային գառն է, որը որպես զոհ իր նշանակությամբ գերազանցում է տաճարային ծառայության այդ ամենօրյա զոհաբերությունը։ Նա
պիտի կարողանար վերցնել ոչ միայն Իսրայել ժողովրդի մեղքը, այլև ամբողջ աշխարհի մեղքը։ Հովհաննես Մկրտիչի նպատակը Հիսուսի մեծության վրա ուշադրություն հրավիրելն էր, որպես այն անձի, ով պետք է իրագործեր մարդկության եւ Աստծո միջև հաշտությունը։ Ըստ աստվածաբան Մերիլթենի գառ հունարեն ամնոս բառը նոր կտակարանում գործածվում է ընդամենը 4 անգամ։ Հովհաննեսի 1:29 եւ 36-րդ խոսքերում, Գործք առաքելոց 8:32 խոսքում, որը հղում է Եսայիայի 53:7 խոսքին, եւ Առաջին Պետրոսի 1-րդ խոսքում։ Աստվածաբան Ֆրեդերիկ Բրյուսը նշում է. Թեև հայտնության գրքում հունարեն բառը նույնը չէ, ինչ Հովհաննեսի 1:29-ում եւ 36-ում գրվածը, այնուամենայնիվ հարկ է ուշադրություն դարձնել, որ հովհաննեսական հիշյալ երկու փաստաթղթերը նոր կտակարանի միակ գրվածքներն են, որտեղ գառ իմաստով բառը գործածվում է որպես Քրիստոսի տիտղոս։ Եվ այսպես Հիսուսի մասին Հովհաննեսի վկայությունը կարելի է ամփոփել Հովհաննես Մկրտչի երկու ամենակարևոր հայտարարություններով։ Առաջինը՝ Հիսուս աշխարհի մեղքերը վերառնողն է, եւ երկրորդը՝ Հիսուս Սուրբ Հոգով մկրտողն է։ Այսօրվա մեր հաղորդումը ցանկանում եմ ավարտել աստվածաբան Մերիլթենի մի ակնառու մտքով։ Հովհաննեսը վկայելով այն մասին, որ Քրիստոս կատարել է զոհաբերությունը եւ շնորհել է Սուրբ Հոգուն, հիմք է դնում քրիստոնեական գործնական աստվածաբանության համար։ Այսպիսով ավարտվեց այսօրվա մեր հաղորդումը, սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալ եմ, որ հետևում եք մեր այս հաղորդաշարին, եղեք օրհնված, մինչ հաջորդ հանդիպումը։